Շնորհակալություն, խոսեցիք հայոհու մասին, հարցս ուրիշ բանի մասին է, բայց նկատենք, որ նաև հասցրել եք Արարատ Արմենիա ֆուտբոլային ակումբի ֆինանսական տնօրենը լինել, եւ այսօր տղաները կարևոր խաղ ունեն, եւ եկեք ողջունենք տղաներին, որոնք որ կարող են այսօր պատմական հաղթանակ տանել։ Ցանկանանք հաջողություն, ողջունում եմ ձեր տեխնացությունը, բավական հարուստ փորձ ունեք, հիմա հարցս կվերաբերի բանկային համակարգին, մի տենդենս եմ նկատում, որ մասնավորապես մի քանի տարի առաջ հայկական բանկային համակարգից, որպես օտարերկրյա ներդրող, դուրս եկավ HSBC բանկը, որի ակտիվները գնեց հայկական եւս մեկ այլ բանկ, սակայն այո, հասկանալի է, կարող է լինել, որոշել են շուկայից դուրս գալ, բայց մի տենդենս եմ նկատել, տարիներ առաջ ֆրանսիական մեկ բանկ Հայաստանում նշանակալի մասնակցություն ուներ, անվանման մեջ էլ այդ անունը կար, հիմա չկա։ Մինչև 2015-16 թվականները կար գերմանական բանկ, այդ գերմանական բանկը եւս ակտիվները վաճառեց, դուրս եկավ։ Տենդենսն այնպիսին է, որ փաստացի բանկային համակարգում օտարերկրյա ներդրումները մասնավորապես արևմտյան պետությունների ֆրանսիական, գերմանական եւ բրիտանական բանկերի մասին է խոսքը գնում, երեքն էլ դուրս են եկել։ Ես հիշում եմ մանկուց HSBC բանկոմատը ինձ համար 90 թվականին որ տեսել էի, վերջներ ուղղակի չէի կարող պատկերացնել։ Եվ հիմա փաստացի այդ երեք բանկերը չկան։ Ինչպես կգնահատեք ընդհանուր տենդենսը, ինչպիսի մեսիջ է սա ընդհանուր հաշվի առնելով այն հանգամանքը, ինչպիսի մեսիջ է սա Հայաստանի Հանրապետության կառավարությանը, հաշվի առնելով, որ վերջին ամիսների նաև ականատես եղանք, թե ինչպես օրինակի համար քաղաքական դրդապատճառներով բիզնես են խլում եւ նույն հեծը, նույն մի քանի շաբաթ առաջ 10 վայրկյան ավարտում եմ խլված ակտիվները կուսակցություններից մեկի ղեկավարի, այ ինչպիսի մեսիջ սա կարող է լինել օտարերկրյա ներդրողներին։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հետևեք ժամատախտակին, խնդրեմ։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Աբրահամյան, այո, ես էի ուզում ասել, ոչ միայն օտարերկրյա կապիտալով բանկերը գնացին, այլև առհասարակ Հայաստանի ներդրումային միջավայրը լուրջ հարցեր է առաջացնում եւ ես իմ նախորդ ելույթներից մեկում անդրադարձել էի, որ օրինակ վերջին տարում նվազել են օտարերկրյա ուղիղ ներդրումները հասնելով 91 միլիոն դոլարի, որի հետ պարոն Թունյանը չհամաձայնվեց, որովհետև այնտեղ կար վերաներդրման բաղադրիչ, ես այդ թիվը չէի ասել, իրենց 605-ը չէինք ստացել։ Այո, դա լուրջ ազդակ է, կարծում եմ դրսի ներդրողների համար եւ առհասարակ Հայաստանում ձևավորված վերջին շրջանի արատավոր բիզնես խլելու մշակույթը եւ սեփականության իրավունքի ոտնահարումը լուրջ հարցեր են առաջացնում եւ չեն կարող չունենալ տնտեսական հետևանքներ երկարաժամկետ։ Արձագանք։ Շնորհակալություն, հուսով ենք, որ դուք նաեւ որպես հուսով եմ համապատասխան հանձնաժողովի նախագահ հետևողական կլինեք խորհրդարանական վերահսկողության հարցում, նաև հուսով ենք նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի լիազոր մարմինները եւս հետևողական կլինեն, մասնավորապես Վրաստանի համեմատ, որտեղ որ եվրոպական իմ տեղեկություններով նաև արդեն չինական կապիտալով բանկեր են աշխատում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։